Սպասեք, ձեզ մի հարցն է ընդհանրապես որ ավականիները ի վերջո կքվեարկեն ուղիղ եթերում ենք։ Իհարկե, ես քիչ առաջ ասեցի արդեն բրիֆինգի ժամանակ, որ այո, մենք հավատարիմ ենք մեր հայտարարությանը հարգելիս։ Իսկ Սպասեք, ընթացքից կտեսնեք, համապատասխան ԿՎ մենք կապահովենք, որպեսզի ընդդիմության միասնական տեսանկյունը։ Ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ այն տեխնացունում օկտին քվեարկելու եք բազմաթիվ բաների մեջ է թաթախված, նույնիսկ բռնաբարության այսօր խոսել կարծում եմ ոչ ակտուալ է, որովհետև այսօր եկել ենք ուղղակի ընտրության կարգը կազմակերպելու։ Բայց դուք որոշում եք, ձեր ձայնը որոշիչ է սա։ Ամեն դեպքում ինչ այս, բայց այսօր արդեն այդ օրը չի, որովհետև արդեն գյումրեցիները իրենց մեծամասնությունը ընդդիմության տեխնացուներին են իրենց ընտրությունը կատարել եւ այսօր միասնական տեխնացուով պետք է ընտրեն քաղաքապետ։ Մեր քաղաքական ուժը այդ մասին բազմիցս ասել է, հայտարարել է, հիմա կարծում եմ այլևս ակտուալ չի։ Գրիգորյանը հրաժարվեց մանդատից, ձեր վրա թողեց բոլոր հարցերին պարոն Գրիգորյան, մեր վրա չի թողել պարոն Գրիգորյանը մեր պատասխանատուն է, մեր ղեկավարն է, մեր քաղաքական թիմի ղեկավարն է, այդ բոլոր հարցերին պարոն Գրիգորյանը առաջիկայում կտա բոլոր հարցերի պատասխանները բոլոր ձևաչափերով, բոլոր հարցերին եւ բոլորին անպայման։ Շեկոյի հայտնի սպանության հետ կապված այսօր այս մասին խոսել կարծում եմ պետք չի, որովհետեւ մենք արդեն ես էլ մեզ հարցազրույցի ժամանակ արդեն 3 անգամ ասացի, որ մենք կքվեարկենք միասնական քվեարկելու բոլոր հետագայում մեր աշխատանքը կտեսնեք հարգելիս, հետագայում եկեք նիստերին, հետագայում կտեսնեք մեր քաղաքադաշինքի կառուցողական եւ գրագետ աշխատանքը։ Պարզապես ձեր ձայնը շատ որոշիչ է, սառնով դուք անդադ հետագային եք հողմանում, իսկ հիմա երբ Վարդան Ղուկասյանը քաղաքապետը մենք գիտենք, որ մեր ձայնը որոշիչ է, մենք դա շատ լավ գիտենք, մենք տեսանք, որ բոլոր ուժերը, ընդդիմադիր ուժերը առանց մեր քաղաքադաշինքի ավականիների ձայների որևէ բան անել չէին կարող։ Մենք դա շատ լավ գիտենք, բայց այլ հարցերին բնականաբար մեծ սիրով կտանք բոլոր հարցերին, պարոն Գրիգորյանը բոլոր հարցերին կպատասխանի մեծ սիրով։ Մտավախություններ չունեք, որ ասոցիացվում եք նման մարդկանց հետ, ովքեր բռնաբարության գործի հանցագործություններին Վարդան Ղուկասյանը։ Մենք Վարդան Ղուկասյանի հետ ինչ կապ ունենք առհասարակ։ Մենք ներկայացնում ենք մարդուն դարձնում եք իրեն քաղաքապետ։ Ժողովրդի միասնական կամքի, ժողովրդի մեծ ցանկության ենք մենք գնում ընդառաջ, գյումրեցիների մեծ ցանկությանը։ Մարտուն Գրիգորյանին ձայն էին տվել, որ Վարդան Ղուկասյանը դառնա։ Մարտուն Գրիգորյանի ձայները կան, այս պահին քանի որ մեր քաղաքադաշինքը 6 մանդատ ունի եւ Մարտուն Գրիգորյանի դաշինքը պիտի մասնակցի ամբողջ օրակարգին եւ պիտի կարողանա կառուցողական եւ իշա քաղաքի կարողանա աշխատանք տանել, այդ ձայները կան, մնում են, որևէ ձայն չի փոշիած։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։